Veolia ջրընկերությունը սկսել է իրականացնել պարտադիր կապիտալ աշխատանքների 2025 թվականի ծրագիրը։ Ընդհանուր առմամբ 11 համայնք է ներառված այս տարվա ծրագրում։ Աշխատանքների մեկնարկը Լոռու մարզի Սպիտակ ու Ստեփանավան քաղաքներում է տրվել, որտեղ ջրամատակարարման համակարգի վերակառուցման համար ընկերությունը ներդրել է 240 միլիոն դրամ։ Սպիտակի Խնկոյան փողոցի խաչմերուկում տեղադրված ցուցանակն ու շինարարական նշանները հուշում են ընկերության 2025 թվականի պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով այստեղ վերակառուցվում են Խնկոյան ու Շահումյան փողոցների եւ հարակից նրբանցքների ջրամատակարարման ցանցերը, որի համար ընկերությունը 36 միլիոն դրամ է ներդրել։ Վերակառուցել հին ջրագծերը, վերացնել ջրակորուստներն ու ապօրինությունները, նվազեցնել շահագործման ծախսերն ու կառավարելի դարձնել բաշխից ցանցը։ Ահա ընկերության պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի նպատակը։ Պետք է վերակառուցենք 1450 գծամետր խողովակ 40 մմ-ից մինչև 90 մմ տրամագծերով եւ 520 մետր տնային միացումներ։ Մոտ 130 բաժանորդներին պետք է նոր միացումներ սահմանազատման կետերում տեղադրվի։ Պատճառը նա է, որ համակարգի սպառման կառավարումը վերցնել մեր ձեռքը, որտեղ բավականին շատ կան, ասենք, ջրագծեր, որոնք անցնում են սեփականատիրական տարածքով։ Բնականաբար, երբ որ մենք կարողանում ենք կառավարել դա, նշանակում է մենք կարողանում ենք նաև վճարումների հարցը կարգավորել։ Սպիտակ քաղաքի Խնկոյան փողոցում վերջին տարիներին ջրամատակարարման հետ կապված վթարների պակաս չկար։ 1990-ականների ժառանգություն մնացած ցանցը այնքան քայքայված էր, որ այլևս շահագործել հնարավոր չէր։ Գործն ավելի էր բարդանում, երբ ջրագծերի վթարները լինում էին անհատական տնտիրությունների տարածքում։ Այս դեպքում տարածք մուտք գործելը կախված էր լինում սեփականատիրոջ ցանկությունից։ Շատ դեպքերում Veolia թիմը ստիպված էր լինում ձեռքով վերացնել վթարը։ Խնկոյան փողոցում գրանցվեց մի հասցեում ջրագծի վթար, դեն 100 պողպատեր, որը այնքան էր քայքայված, որ անհնարին էր վերականգնելը։ Ձեռքով բացել ենք, խցափակել ենք այդ խողովակը եւ մնացած 4 բնակիչներին ալտերնատիվ ձևով նոր ջուր ենք տվել, նաեւ կար ջրգողություն, ամառվա ամիսներին դիտվում էր ջրթողության խնդիր, քանի որ նախկին խողովակը, որ միացված է այս ցանցին, դիամետրի խնդիր կա եւ թե վթարների հետ պայմանավորված, թե ջրգողության հետ պայմանավորված ունենք ճնշումների անկում ծայրամասային հատվածներում թաղամասի։ Այս ծրագրի արդյունքում կունենանք բարձր ճնշումներ։ Ընդամենը օրեր առաջ Սպիտակում սկսված աշխատանքների կեսն արդեն արված է։ Ամբողջական ավարտից հետո շինտեխնիկան կտեղափոխվի արդեն Շահումյան փողոց ու հարակից նրբանցքներ։ Այս ցուցանակը հուշում է Ստեփանավանի ռումինական թաղամասում ու Ձախապնյա 3-րդ, 4-րդ միկրոշրջանների փողոցներում եւս ընկերությունը ջրագծեր է վերակառուցում։ Տարածքը մեծ շինհրապարակի էր վերածվել։ Վթարները, համակարգի մաշվածությունը, ջրակորուստները, ինչպես նաև փականների բացակայությունը, թաղամասերում հաճախակի ջրանջատումները Veolia թիմի համար պարբերաբար խնդիրներ էին առաջացնում։ Նախատեսված է 7800 գծամետր 40-ից մինչև 160 մմ-անոց խողովակաշար վերակառուցելու, ինչպես նաև 2100 գծամետր տնային միացումներ։ Ունենք 350 տնային միացումների դիտահորերի ջրաչափական հորերի կառուցում, ընդհանուր Ստեփանավանի վրա ներդրում է կատարվել մոտ 200-205 միլիոն դրամի գումար։ Իսկ ռումինականի մասով կառուցվել է մոտավորապես 2000 գծամետր ջրագծեր, մինչև 90 մմ տրամագծով եւ մոտ 450 մետր տնային միացումների ջրագծեր, մոտ 80 տնատիրական միացումներ եւ 12 բազմաբնակարան շենքերի միացումներ։ Veolia ջրընկերության կապալառու կազմակերպությունը 9 ամիս ժամանակ ունի Սպիտակում ու Ստեփանավանում աշխատանքները ավարտելու համար։ Դրանից հետո ընկերությունը շահագործման ծախսերի կրճատում է նախատեսում։ Բաշխից ցանցի կառավարման, ջրակորուստների ու ապօրինությունների վերացման արդյունքում վարկյանում 7 լիտր ջրակորուստ կկանխվի։ Այսպիսով, պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի 2025 թվականի մեկնարկը տրված է։ Առջևում դեռ շատ անելիքներ կան, որոնք բոլորն էլ ընկերությունը կիրականացնի սահմանված ժամկետներում ու բարձր Veolia ջրընկերության համար առաջնայինը սպառողներին որակով ու հուսալի ջրամատակարարում ապահովելն է։ Հասմիկ Դիլանյան, Էդվարդ Ասատրյան, Ռադիոլուր։